Հարցը, որ ես կուզեմ անդրադառնամ, կամ թեման իմ ելույթի հարցի շարունակությունն է, ընդհանրապես պետությունը, ինչպես է որոշում իր սահմանը, այնպես որ Տիկին Ջուլհակյան, ես զարմանում եմ, դուք ինչի զարմացաք իմ հարցի վրա, սա արտաքին հարաբերությունների խնդիր չի, սա մեր ներքին հարցն է։ Վստահ եմ, պարոն Քոչարյանը կհիշի, պարոն Բագրատյանը, պարոն Վարդանյանը, բոլոր նրանք, ովքեր Սովետի ժամանակ դպրոց են ավարտել, համալսարան են ավարտել, Հայաստանի Հանրապետության տարածքը 29800 քառակուսի կիլոմետր էր։ 29743-ը, երբ կլորացնում ես, դառնում է 29700։ Այնպես որ լեգիտիմ հարց է առաջանում, ուր կորավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 57 քառակուսի կիլոմետրը։ Տիկին Ջուլհակյանն ասում է, քարտեզներ կան։ Տիկին Ջուլհակյան, քարտեզը նորմատիվ իրավական ակտ չէ։ Քարտեզի հիման վրա, այո, նորմատիվ իրավական ակտեր մշակվում են։ Նորմատիվ իրավական ակտերից բխում են քարտեզներ, բայց քարտեզը, որպես այդպիսին, նորմատիվ իրավական ակտ չէ, եւ ուստի լեգիտիմ էր իմ այդ հարցը։ Երբ հանկարծ 29800 քառակուսի կիլոմետրը դարձավ 29743։ Օրինակ իմ մոտ ձեռքա պրատակ արձանագրություն կա, կազմված 88 թվականի հունվարին ստորագրված Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև, որտեղ ուրվագծերի մասին խոսք կա։ Սրա հետևանքով Հայաստանի Հանրապետությանը Զոդքի շրջանում 22 հեկտար հող է ավելհատկացվել։ Որն է այդ իրավական ակտը, լավ չիմանանք, երբ է դա կայացվել։ Երբ է դա կայացվել, որովհետև նաև իմ գործընկերներից մեկը ճիշտ նշեց, Գրանադայում 23 թվականին էլի ֆիքսվել է 29800 քառակուսի կիլոմետր։ Ինչ դպրոց, ինչ դասագիրք, դասագրքի վրա հղում չեն անում։ Դասագիրքը հղում է անում ինչ-որ մի թղթի վրա, որտեղ նշվում է տարածքը։ Եվ դրա համար ես կարդացի հանրագիտարանները։ Հիմա որտեղից այս հարցը ծագեց։ Առնվազն երկու պատճառ կա։ Առաջինը Ալմաթայի հռչակագիրը։ Դուք ասում եք Ալմաթայի հռչակագրով կողմերը որոշեցին, որ նախկին վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Սա Ալմաթայի հռչակագիրն է, այս է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունն է։ Ես շատ կուզենայի տեսնեի այն պատգամավորին, ով կասեր, որ Ալմաթայի հռչակագրում նման բացահայտ պահանջ կա։ Դա Ադրբեջանի մեկնաբանությունն էր, որ իրանք ներկայացրել էին Կոսովոյի հարցով ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանին, ասելով, որ կողմերը ենթադրում էին։ Թե Ադրբեջանը ինչի է որոշել, որ կողմերը տենց բան են ենթադրել, Ադրբեջանը չի պատասխանում։ Մյուս խնդիրը Քարքեն Տիգրանաշենը, որը ադրբեջանցի կոչում են Քարքի։ Միգուցե հենց Քարքեյով է պայմանավորված այդ 57 քառակուսի կիլոմետրը անհայտ շահառուին զիջելը։ Չէ, որտեղ եթե պակասեց 57 քառակուսի կիլոմետր, ում գնաց դա։ Երկրագնդի մակերեսը ոնց որ թե չի փոխվել։ Կարող է ինչ-որ ջրեր բարձրացել են, տարածք են փակել, բայց Հայաստանին դա ոնց որ թե չի վերաբերվում։ Իսկ միգուցե Օբերտոնի պատուհան է բացում, ժողովուրդ սովորեք 29743-ին, 29800-ը մոռացեք։ Եվ ահա դրա համար են առաջորդվա մեր հարցերը, կոնկրետացեք, խնդրում եմ, Տիգրանաշենի պահով, որը դուք տենց էլ չպատասխանեցիք։ Այս ձեր պնդումներով էլ ավելի է խորանում։ Հիմա մյուս հարցը, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք, որովհետև դուք շատ հաճախ ասում եք, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում։ Նախ անդրադառնամ են մի պարզ ճշմարտության, որ 3 կամ լավ
երեք հիմնարար սկզբունքների վրա պիտի կարգավորվեր Արցախի հակամարտությունը։ Ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ազատ ինքնորոշում։ Իդեպ ազգերի ազատ ինքնորոշումը նույնպես ամրագրված է Ալմաթայի հռչակագրում։ Իսկ ինչի տարածքային ամբողջականություն եւ ոչ թե սահմանների անխախտելիություն։ Հելսինկյան եզրափակիչ ակտում 10 հիմնարար սկզբունք կա։ Տարածքային ամբողջականությունը զատ սկզբունք է։ Սահմանների անխախտելիությունը զատ սկզբունք է։ Ես հույս ունեմ դուք չեք ուզենա, որ ես հիմա սկզբունքների տարբերությունը կարդամ եւ այդ հարցը չուզեցի էլ տամ, որ չստացվի քննություն են վերցնան։ Դրանք կատարելապես տարբեր հարցեր են։ Տարածքային ամբողջականության սկզբունքը ենթադրում է, որ եթե երկրները ունեն իրար հետ հակասություն, այդ հակասությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ, առանց միմյանց նկատմամբ ուժ կիրառելու։ Իսկ ինչպես է տարածքային ամբողջականության սկզբունքը հաղորդակցվում ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ։ Սա էլ այդ հարցը մեզանից առաջ, բայց իօգուտ մեզ լուծվել է։ 2010 թվականին, երբ ՄԱԿ միջազգային արդարադատության դատարանը իր խորհրդատվական կարծիքը հայտնեց, մասնավորապես 80-րդ հոդվածը իրենց կարծիքի հստակ ասում է, տեսա, չեմ ուզում տպեմ երկար փաստաթուղթ է, եւ այստեղ հստակ գրված է, որ այսպիսով տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերվում է բացառապես պետությունների մինչև հարաբերություններին։ 81-րդ հոդվածը էլ ավելի է խորանում, ասում է, չի արգելում, որպեսզի որևէ ժողովուրդ միակողմանի անկախություն հռչակի։ Այնպես որ ձերան պնդումները, որ երբ Հայաստանը Ալմաթայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, սին են, սին, տարածքային ամբողջականությունը չի նշանակում, որ Արցախի ժողովուրդը իրավունք չունի անկախանալ։ Դա նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են տարածքային ամբողջականությունը եւ այսպիսով իրար նկատմամբ ուժ չեն կիրառում, որը առաջինը խախտեց Ադրբեջանը։ Եվ վերջապես ուժ կիրառելու մասին։ Իհարկե շատ շոյող է, երբ դիմացի խմբակցության պատգամավորները այդքան բծախնդրորեն արձանագրում են մեր ելույթները։ Շատ շոյող է։ Չէ՞, այստեղ մեր գործընկերները ասեցին, այս մեկը սենց է ասել, այս մեկը սենց է ասել, նույնիսկ գայթակղություն էր առաջանում ասել բարներեղություն ազգային ժողովի արձանագրային բաժնի հացը ինչի եք խլում։ Բայց այդ դեպքում պետք է նաև մի քիչ ավելի ճիշտ ցիտել։ Այո, ես ընդունում եմ, որ ես մի բան սխալ ասեցի, տարի ու կես չէ, կես տարի ա եղել, բայց այդ դեպքում բարի եղեք դուք պատասխանել, թե ինչպես այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հուլիսի 5-ին հայտարարեց, որ Սու-30 ինքնաթիռները անցել են մարտական ծառայության, հերթապահության, պաշտպանելով մեր օդային տարածքի անխոցելիությունը, բա առանց հրթիռների, այդ ինչ մարտական պատրաստության մասին է, ներողություն մարտական հերթապահության մասին է խոսքը, թե չէ նկարները կան, կարող եք նայել, նկարը էլի, նկարն էլ իրավական, նորմատիվ իրավական ակտ չի։ Եվ մյուս խնդիրը, էլի ինչ որ կապում է, այստեղ գործընկերները հայմատում էին 17 թվին բյուջեն այսքան ա եղել ռազմական, 18-ին այսքան, 26-ին այսքան ա նախատեսված եղել, չգիտեմ ինչքանով կծախսվի։ 17 թվի հայմատ դոլարը արժե զրկվել է։ Եթե հետ գնանք, ապա 1.4 միլիարդը դառնում է 1 միլիարդ։ Եթե նայենք համաշխարհային գների, ներողություն, զենքի համաշխարհային գների փոփոխությունը, պայմանավորված ռուս-ուկրաինական, հիմա արդեն
իրանական եւ պլյուս իսրայելական հակամարտությամբ, ապա գները, չգիտեմ, 1-5 թանկած կլինեն ամենակիչը։ Կարծում եմ 1-5 թանկած կլինեն, թանկացած կլինեն։ Այսինքն 1.4 միլիարդը այսօր մոտ 200 միլիոն է 10 տարի առաջվա գներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նիստը վարող իրավունքով ես արտահայտ ելույթ կունենամ։ Կզարմանայի, ազնիվ խոսք կզարմանայի, եթե Ձեր պատվին, պարոն Խաչատրյան։ Դուք ինձ չհիասթափեցրեցիք։